Նա է նշում, որ հայոց սատրապը այդ ժամանակ Օրոնտեսն է, այսինքն Երվանդ II-ը։ Նա է նշում, որ Արևմտյան Հայաստանի հյուպարքոսություն է ձևավորվել, կուսակալություն, որ ենթակա էր Երվանդին, եւ այդտեղ նա նշում է, որ հյուպարքոս էր նշանակված Տիրիբազը։ Եվ նշում է փաստորեն, որ նրանք հետապնդում էին իրեն, բայց այդպես էլ իրեն չէին հասնում։ Եվ այստեղ շատ հետաքրքիր է, որ սա կասկածի տեղ է տալիս, որ Երվանդը իրականում այնքան էլ ոգևորված չէր նրանց ձերբակալելու կամ կանգնեցնելու հարցում։ Եվ հետո մենք տեսնում ենք, որ 360-ական թվականներին նա գլխավորում է ապստամբություն փոքրասիական սատրապությունների ընդդեմ Աքեմենյան արքունիքի եւ պարտությունից հետո փախուստի է դիմում Հունաստան։ Այսինքն ակնհայտ է, որ ինչքան էլ Քսենոփոնը խուսափեր քաղաքներից, որտեղ ամրություններում ըստ իր խոսքերի հենց Երվանդի զորքերն էին, այնուամենայնիվ նույնիսկ գյուղերով անցնելիս Երվանդը բնականաբար կարող էր նրա համար լուրջ խոչընդոտներ ստեղծել։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։